Բարև ձեզ բարեկամներ, Փակթիվին եթերում է եւ իհարկե ուզում եմ նախ ողջունել բոլոր նրանց, ովքեր այս պահին բեսետ են մեր կողքին եւ հետեւում են մեր հերթական թողարկմանը։ Պիտի ասեմ, որ այսօր էլ շատ հետաքրքիր անձնավորության հետ է սպասում ձեզ մի հանդիպում, ինչը կարծում եմ դեռ այսպես մտորումների լուրջ տեղիք է տալու շատերի մոտ։ Խոսքս մի անձնավորության մասին է, ով երբեք միանման չի ներկայանում։ Դե տեսնում եք ձեր էկրաններին Արիաննա Հովսեփյանն է, Newspress լրատվական կայքի հիմնադիր տնօրենը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արիաննա, ինչպես միշտ խորհրդավոր միանձնուհու կարգավիճակում հայտնվել եք Փակթիվիում, ուրախ եմ ձեզ ողջունելու։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շատ ուրախ կրկին անգամ ձեր եթերում գտնվելու համար։ Իսկ կարծում եմ, որ մենք քեզ այսպես ուժերի, այդպես դիմադիր ուժերի օգնությամբ չենք բերում եթեր, դուք կամովի գալիս եք։ Իհարկե, հանդիմությունն է արդեն խուսափում իմ խոսելուց։ Կարծես թե բոլոր տեղերում ասել են, «Վայ հանկարծ Արիանային չկանչեք եթերների», հա, իհարկե։ Ձեզ ասեմ, որ մեզ դեռ չեն ասել։ Կասեմ, ոչինչ, կասեն, ձեզ էլ կփորձեն ասել։ Լավ, որ կասեն, լավ կլինի իհարկե, բայց ուր է մեզ տենց բախտը։ Մեր զրույցը սկսենք մեր լավ բարեկամի Արտակ Սարգսյանի այդ երկար ձգձգված դատավարությունը ի վերջո ինչ ավարտ ունեցավ։ Ոայ, պատկերացրեք տարի ու կես կալանքի տակ գտնվող արդեն իսկ բոլորիս քաչ հայտնի Քենիայի փոխոստիկանապետ գեներալ լեյտենանտ Արտակ Սարգսյանը այլևս գտնվում է ազատության մեջ։ Վերաքննիչ դատարանը երեք վերացրեց վարչականը, նաև դե տնային կալանքից հետո փոխել էին վարչականը, որ կապել էին այդ անգամ անսովոր կլինի արդեն իրեն առանց բրասլետ տեսնելը։ Ոտքինը, ձեռքինը սաղ անել է։ Ես կարծեմ ոտքին չկար, բայց ձեռքին կար։ Զգուշ մնացեք, հետո ձեր ձեռքին չկապեն։ Пожалуйста։ Այդ տեսակ փաստորեն դեռ արդարությունը չի մահացել եւ հետո գիտեք ոնց դա խայտարակ մի դատավարություն էր Արտակ Սարգսյանի հետ զրուցելուց վերջի պահին գիտեք ինչա տեղի ունեցել դատախազը գցել է քննիչի վրա քննիչը գցել է դատախազի վրա բայց դատավորը լինելով adekvat հասկանալով այս շոու շինծու գործի էությունը որ կարող է ինչ հետևանքներ ունենալ վերացրեցին ամբողջ այդ կալանքը, որի համար շնորհավորում եմ Արտակ Սարգսյանին եւ իր ընտանիքին։ Այլևս ազատության մեջ է։ Փառք Աստծո։ Այո։ Առիթներ կան ուրախանալու, լավ։ Հիմա տեսեք, հիշատակեցինք ընդդիմությանը, ներկա ընդդիմության մասին ընդհանրապես ինչ կարծիք ունեք։ Ոյ շատ վատ։ Մենք ներեցեք ընդդիմություն ունենք։ Ես կարող եմ ասել, մենք ունենք այլևս Նիկոլի Գրպանի ընդդիմություն։ Ինչ ընդդիմության մասին է խոսքը, եւ որ ճիշտ խոսքն էլ տալիս է ճակատներին, ասում են՝ «Ուֆ, Արիանան քխ»։ Տեսեք, ընդդիմությունը Նիկոլի հետ, այս պետական դավաճանի հետ, նստած ազգային ժողովում բլյա հարց ու պատասխաններ, արդեն 7 տարի։ 7 տարի առաջ ընդդիմության շնորհիվ եւ բազում 680,000 մարդկանց շնորհիվ Նիկոլը եկավ իշխանության։ Կորցրեցինք հայրենիք մեր Արցախը։ Երկրորդ ընտրության ժամանակ ընդդիմությունը խաբեց ժողովրդին, թե բա մենք գնում ենք ընտրությունների եւ Նիկոլին մատ բեղլու կա դաշնակցության մեջ, այդ բեղլուն, որին ատում եմ, երևի թե ես այդ բեղլուին Նիկոլին այդքան չեմ ատում, ինչքան այդ բեղլուին։ Խաբեցին, ասեցին, թե բա մենք գնում ենք ընտրությունների, որ ուղիղ 3 ամիս հետո Նիկոլին հեռացնենք իշխանությունից Արցախը հանձնելուց հետո։ Ես գիտեք ոնց, ես կարող եմ նայել հավելել ծեծ ուտող, թուքումուր ուտող ընդդիմություն, դա իրենց դուր է գալիս։ Հստակ կարող եմ ասել բոլորը Նիկոլի Գրպանի ընդդիմությունն են, Նիկոլից սնվում են, շատ լավ բիզնեսներ անում են, Ալյոնաների են, Արաբատ, դթում, մթում, այդ իրանց այդ դարձել են բոլորը գենդեր փարթիի անդամներ,
անկեղծ եմ ասում։ Եվրոպաներով ման են գալիս, գիտեք, ազգային ժողովում են կապիկություն է, էլի, Արցախի դրոշը, իբրև թե Արցախի մասին մտածում են, էլի, Արցախի դրոշը դրած իրենց առջև, Նիկոլի հետ ամբողջ ժողովրդին բացատրում են, թե ոնց Նիկոլը հանձնեց Արցախը, թե բա Նիկոլը դավաճանա, բայց կարող եմ ասել, որ ներկայիս այս կապիկ ընդդիմությունը Նիկոլից ավելի վատն է։ Թույլ են տալիս Նիկոլը մինչև վերջ անի իր սև գործը, դուրս գա ժողովրդին խափեն, սպիտակ ձյան վրա նստեն, սպիտակ դրոշով ժողովրդի ակաժներին լապշա կախեն, թե բա գալիս ենք դավաճանին հեռացնելու։ Բայց այնինչ ընդդիմության շնորհիվ Նիկոլը անում է այն, ինչին մենք ականատես ենք լինում։ Ասենք ոնց կարելի է, էլի, մենք հայրենիք ենք կորցրել, իրեն շատ գրական, կիրթ, բառապաշարով նստում են, Նիկոլ, դու այսօր ես ինչ արեցիր, գիտեք ոնց, եթե մենք ընդդիմություն ունենայինք, ընդդիմությունը, պարոն Ղուշյան, Նիկոլին օրակարգը թելադրեր, Նիկոլը օրակարգը ամեն Աստծո օր, օրակարգը թելադրում ու այս անասուն ընդդիմությունը նստած Նիկոլից պաշտպանվում է, բոլորը ունեն Facebook-յան էջեր, Facebook-յան էջերում գրառումներ են անում, գիտեք, Նիկոլը այսօր էս ինչ ասեց, եթե մենք իրականում իրոք ընդդիմություն ունենայինք, այս ընդդիմությունը Նիկոլին օրակարգը թելադրեր, որ Նիկոլը վախենար, դատախազները վախենային, ինչքան շինծ ու գործեր են արել, քննիչները վախենային, թող ամեն վարքյան հիշացնեն օրակարգ ընդդիմությունը թելադրի, որ Նիկոլը հանձնել է Արցախը, ամեն օր դա պիտի հնչի, բայց չկա, ոչ մի բան չկա, Նիկոլը օրակարգը թելադրում է, ընդդիմությունը ստատուսներով պայքարում է, գալիս է ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ, էլ թքեցին իրանց վրա, գեներալին, այն Սեյրանին, էլ քացով խփեցին, էլ ջուր շպրտեցին վրաներին, մարդիկ ինքնասեր, տգետ, նա շատ կիրթ բառապաշարով իրենք խոսում են, ոտքերները ոտքերի վրա գցած, գիտեք, որ այդ աթոռը պինդ պահեն, զզվելի է, իրոք զզվելի է։ Լավ, շատ չխորանանք, Արցախը հիշատակեցիք, բայց վերջին տարիներին ինչով եք բացատրում արցախցիների լռությունը։ Գիտեք, ես արցախցիներին շատ սիրում հարգում եմ, միշտ արցախցիների կողքին եմ։ Իմ համար էլ է շատ տարօրինակ արցախցիների այս լռությունը։ Ես ուզում եմ հասկանամ, մարդիկ կորցրեցին հայրենիք, կորցրեցին տուն, կորցրեցին գերեզման։ Օրինակ ես կարծում էի, որ հենց իրական հեղափոխությունը 20 թվականից հետո արցախցիները պետք է անեն մեր երկրում։ Ցավոք սրտի եկան ու համակերպվեցին։ Դա էլի եմ ասում, դա մի օրակարգ էր, որ Նիկոլը վախի մթնոլորտի մեջ պահեց բոլոր արցախցիներին։ Ես չեմ հասկանում։ Իմ համար էլ է շատ ցավալի արցախցիների այս լռությունը, ոնց կարելի է գերեզման, տուն, հող, հայրենիք կորցնեն ու սպասեն ամեն ամիս այդ 40,000 դրամին։ Այն էլ տալիս է, չի տալիս, մեկ տալիս է, մեկ չի տալիս։ Բազմաթիվ արցախցիներ են ինձ գրում իրենց խնդիրների մասին, շատ ժամանակ ջղայնանում եմ, ասում եմ, ինչի եք լուռ։ Ես ինչի պիտի ձեր տեղը պայքարեմ, ինչի եք լուր, դուրս եկեք ու ինձ շատ հետաքրքիր է արցախցի այդ պաշտոնյաները որ կան։ Իրենք էլ են ստիպում արցախցիները լռեն։ Այդ պաշտոնյաները բոլորը ունեն տներ Երևանում, վարդի պես ապրում են, իմ խոսքը են սովորական արցախցու մասին է, հասկանում եք, Պարոն Ղուշյան, սովորական արցախցու մասին է, որ իրենք համակերպվեցին։ Ես օրինակ չեմ համակերպվում, իմ սիրտը կանգնում է, բայց ինչի են իրենք լուռ, դա արդեն զարմանալի է։ Ով է վախացնում։ Վախի մթնոլորտը կա։ Բա ինչի մենք չենք վախենում։ Դուք, ես, ինչի չենք վախենում։ Ես հաշտվել ենք վաղուց շատ բաների հետ։ Դրա համար, պարոն Ղուշյան, ես հենց դա եմ ասում, որ ընդդիմությունը պետք է օրակարգ թելադրի իշխանությանը իրենց վախի մեջ բայ, բայց ցավոք սրտի Նիկոլիկը օրակարգը թելադրում է, ընդդիմությունը Facebook-ով պաշտպանվում է,
վախի մթնոլորտի մեջ պաշտպանում է ոմնի դավաճան հենց Նիկոլի կերպարը տեսեք, հենց դրա բերանի ատամնաշարը տեսեք, դրա կնոջը, դրա երեխեքին տեսեք, դրա կողքիդ մանգլավիկներ, դթում, արաբատ, ալյոնա, մալյոնա, դրանց տեսեք, դրանցից եմ սկսել վախենալ։ Գիտեք, սարսափելի բաներ են կատարվում, բայց կա մի թեմա շատ ծեծված գուցե, ես ուզում եմ այդ հարցը ձեզ էլ տալ։ Եկեղեցի իշխանություն հակամարտությունը, դեռ որքան է շարունակվելու այս թատրոնը։ Ահա, տեսեք, այստեղ էլ կարող ենք մեջ բերել ընդդիմությանը։ Նիկոլ Կոչեցյալը իր ամբողջ թիմով, ֆեյքերով դրած, այստեղ անձի խնդիրը չի։ Այստեղ ոչ կաթողիկոսն է, ոչ մեկ, այստեղ անձի խնդիրը չի։ Պարզապես այս տահասես, որ պատուհաս է դարձել մեր գլխին Նիկոլ Կոչեցյալը, ինքը բացառապես պղծում է մեր հայ առաքելական եկեղեցին, պղծում է մեր կրոնը։ Եթե մենք իրականում ընդդիմություն ունենայինք, հա, ընդդիմությունը ինչի հավաք չի անում, կասեք ինձ, հայ առաքելական եկեղեցին դրած պղծում են, բայց ստատուսներով, այսօր Նիկոլը այս ինչ բանը ասեց, աշխարհում դուք տեսել եք նման բան այսքան սրբազաններ ձերբակալեն, չկա նման բան, լավ ասենք հիմա ընդդիմությունը պատրաստվում է նոր տարվան, եկեղեցին պղծում են, հիմա ես երեք փոքրիկ վիդեո էի ուզում անեի, ցավոք ներվայնացա չարեցի, օրինակ ուզում եմ հարցս կամ կոչ անել Գարեգին Բ-ին, Գարեգին Բ, գիտեք ձեր լռությունը արդեն հունից հանում է, կամ դուք կողմ եք այն ինչ որ ընդդիմության հետ անում է Նիկոլը, կամ ասենք դուք վախենում եք ոմն Նիկոլից, եթե դուք վախենում եք չեք կարողանում անգամ դիմել միջազգային կառույցներին, որ Նիկոլ Կոչեցյալը կպնում է, փչացնում է հայ առաքելական մեր եկեղեցին, մեր կրոնը, դիմեք միջազգային կառույցների կամ դուրս եկեք հրաժարական տվեք այդ հաթոռից, թող ձեզանից ավելի զորեղը գա, ավելի զորեղ վեհափար գա, փրկի մեր եկեղեցին, ես էլի եմ ասում, այստեղ անհատի խնդիր չի, Նիկոլը պարզապես պղծում է մեր կրոնն ու մեր հայ առաքելական եկեղեցին, ուրիշ ոչ մի բան, ընդդիմության հետ միասին։ Դե ասում են իր թափառախմբով ամեն կիրակի մի եկեղեցի է գնում։ Դարձել են շրջիկ, թափառախումբ, լմատ այնտեղ տեսեք ոտաբոբիկ գնում են, ես էլի եմ ասում, ու իմ համար շատ տարօրինակ է, որ Նարեկ Կարապետյանն է սկսել Նիկոլի հետևից գնալ, պարոն Խուշյան։ Նարեկ Կարապետյանը։ Այո։ Անցած անգամ տեսնում ենք Սուրբ Սարգիսի աստիճանների վրա նստած։ Այս անգամ տեսնում ենք Գյումրիում, այնտեղ է գնացել, իբր գնացել են բանանեն երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեն։ Շատ տարօրինակ է դրա համար ես ոչ մեկի չեմ հավատում։ Ոչ մեկի, բոլորը շոումեններ են, 7 տարի պարոն Ղուշյան, բոլորին որ չասեն հանկարծ Նիկոլի ջրաղացին ջուր է լցնում Մարիանան, ես բոլորին սատարել եմ, բայց հասկացա, որ չէ, բոլորի սրանք էշի տեղ են դրել։ Եթե խորանում ենք, դուք էլ ինքներդ, մի հատ էլ տեսեք, ինչ բիզնեսներ են անում նիկոլականների հետ։ Կտեսնեք ու շատ բաներ ձեզ արդեն հայտնի կլինի։ Կարծես թե բոլորին ձեռնատու է Նիկոլի մնալը։ Չհամոզեք մեզ էլ։ Երբեք։ Ամենայն դեպս ես եւ դուք համոզվող չենք։ Մեր տեսակը այդպիսի։ Այո։ Հայտնի անեկդոտ ասում է, девушка как вас зовут, ասում է, меня не зовут, я сама иду։ Да. Это так, да։ Արիանը շատ ցավոտ հարցեր կան, բայց ասում են չար լեզուները, չգիտեմ որքանով է դա հավաստի, գուցե դուք փորձեք այս հարցում մեզ օգտակար լինել։ Այդ նույն չար լեզուներն ասում են, որ ԿՊ-ից սկսվել է առնետավազ, դա ճիշտ է։ Հա, իհարկե։ Ջաջ գրզոն, համամեղկս նենց է գալի, մի տեսակ ջաջ գրզոնն իհարելա, չգիտեմ ինչի երև վախենում է, որ պատասխանատվության ժամանակը արդեն մոտենում է, ջաջ գրզոն, այն Աննա Հակոբյանի այն 5000 դրամանոց եղբայրը, ով դերասան էր, ու միշտ թուրքի դեր էր տանում,
դա էլի падգամավորներ այս 26 թվականի ընտրության ցուցակում չկան։ Այդ 5000 դրամանոց դերասանը Աննա Հակոբյանի եղբայրը, ով sense բախտի բերմամբ դարձավ падգամավոր եւ հարստացավ, այդ բոմժը լրագրողների հարցին պատասխանեց, որ հոգնել է ազգային ժողով գնալ գալուց։ Իսկ Ձյաձ Գրզոյի մամլոխոսնակը ոչ մի հաստատեց, որ 26 թվականի ընտրություններում չի լինելու, բայց չմանրամասնեցին, իսկ այստեղ ես էլ ասեմ ձեր այդ խոսքի հիման վրա, որ չար լեզուները, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց դժվար թե սխալ ինֆորմացիա լինի, համենայն դեպս առաջին անգամ ես դա ինձ մոտ չեմ գրել, իմ լրատվականով չի հրապարակվել, ասում եմ ձեր եթերից, վերջին այցը Վատիկան Նիկոլի եղել է շատ լացելու, ասեմ ձեզ։ Այո, եղել է շատ լացելու եւ ողբալի վիճակ, ըստ շրջանառվող լուրերի Հռոմի Պապը հրահանգել է, որ անհապաղ պետքա լքեն իշխանությունը։ Անգամ Նիկոլը վատացել է, շտապ օգնություն են կանչել, ուշքի են բերել, առաջի բուժ օգնություն են տվել, Դենիս Սատանայան, նա մեռնող պտուղ չի, որ մեռնի էլ գերեզման երբեք չի ունենա, դավաճանը, մեր պետական երկիր հանձնողը, դրանից հետո ականջները կախ դուրս է եկել Հռոմի Պապի մոտից, եւ ես հենց դրա հետ եմ կապում այս առնետավազքը, անգամ լուրեր են պտտվում, որ Ձյաձ Գրզոն շատ գաղտնի կերպով իր բիզնեսներն է ծախում, որպեսզի թռնեն, բոլորը թռնելու են, բայց ուր պիտի թռնեն, ուր են թռնելու, հատուցման ժամանակը մոտենում է, պարոն Խուշյան, այս պետական դավաճանությունը մեր գլուխ կախել ամբողջ աշխարհի առաջ, կապիտուլացիայի ենթարկել է հայ ժողովրդին, դա իրանց վրա ծանր չի նստելու, ծանր է նստելու, ներեցեք, շատ ծանր է նստելու իրենց վրա, պատասխան են տալու յուրաքանչյուր ոք։ Դե հայտնի թռի վրի միջեպուր, ողջամարը շուրումուր, մեկը եկավ ձմերը, հիմա եկավ ձմերը։ Այո, թռեց իրա թևերը։ Այո։ Ու այս թռնողները չգիտեն որտեղ վայրեջ կատարեն, հա։ Դե բնականաբար ամեն մեկը պիտի միտեղ փախնի, չեմ կարծում, որ Հայաստանում ինչ որ մեկը կմնան այն թույլ օղակները, խնդրվեն, կպաղատեն, վայ գիտեք, Նիկոլը մեզ էս էր անում, գիտեք, եկեք այստեղ ես մի պահ խոսեմ Արտակ Սարգսյանից, այն որ լույսը ահա բոլորի մեջ առաջացել, ես այնքան վստահ եմ, որ հենց այդ պատիժները բոլորը աշխարհի որ ծայրում լինեն, պատժվելու են հենց Արտակ Սարգսյանի ձեռքով։ Ես այնքան վստահ եմ, ես դրան հավատում եմ, անկեղծ եմ ասում։ Իրենց արժանի պատիժը պիտի ստանան։ Իհարկե, մարդ պիտի միշտ մտածի, որ կա նաև Աստծո պատիժը, Այո, որը դա անխուսափելի է, այո։ Եթե նկատել եք, հատկապես վերջին շրջանում սնկի պես Հայաստանում աճում են նոր կուսակցությունները։ Լավ, ուր է տանում այս ամերը։ Գիտեք, եթե ես հիմա կուսակցություն բացեմ, հավատացեք բոլորին կհաղթեմ։ Իխի չեք բացում։ Ես միշտ մնալու եմ այսպիսին, միշտ մնալու եմ ամենասուր քննադատը, ընդդիմադիրը, դա իմը չի քաղաքականությունը, պարոն Ղուշյան, ես չեմ սիրում եւ այդ աթոռը այսօր կա, վաղը չկա, ես ցանկություն ունեմ մնալ ինչպիսին, որ ես հիմա կամ։ Այս ընկիպես աճելը, հա, այս կուսակցությունների, այս փոքրիկ երկրում, գիտեք, ծիծաղ է առաջացնում, այնց մարդիկ են այնց առաջ եկել, որ պարզապես ուզում են բոլորին հարցնեն, կոստյումները հագնում են, շատ գրագետ խոսում են, փուչիկով օֆիսները քուչե անկած բացում են, այսօր այսինչ տեղը բացեցին, այսինչի գրասենյակը։ Ես հիմա հարց եմ ուզում տալ բոլորին ու նաև կոչ եմ անում մեր ամբողջ ժողովրդին, ժողովուրդ ջան, այս տուզիկ, մուզիկ, եմ որ ով օթից իջել է ուզում է դառնա վարչապետ, էլ հարց տվեք։ 7 տարի ինչի եք թույլ տվել Նիկոլը մնա աթոռին,
լավ 5 տարի, այն 2 տարին հանենք, հա, պատերազմից հետո, որևիցե մեկ անգամ, ինչի չեք գոռում, որ Նիկոլ, դու 5000 երեխա, 5000 էլ չի, ավելի շատ է թիվը, պարոն Ղուշյան, ես ձեզ ասեմ, անգամ ընդդիմությունը շատ լավ գիտի թիվը, չեն ասում, այդքան երեխաներ հողին հանձնեց, այդ հարցերը տվեք, էլի, այս նորաստեղծ, այս լնգու լավազներին, ովքեր որ կուսակցություն են բացում, դրանց տվեք, ինչի չեք արել և դուք ձեր հարցերի բոլոր պատասխանները կստանաք, ամեն մի ընդդիմադիր կառույցից հանում են մեկին, մաքրում են, պարոն Ղուշյան, մի հատ կուսակցություն են բացում, ասում են դավայ, գնացեք ողորմություններ խնդրելու, ու գիտեք աբիդնին որն է, որ ընտրություններից ընտրություն, ժողովրդին գիտեք ոնց են սիրում, գիտեք ոնց են սիրում, սենց մեկը Երևան մոլորակից իջած փրկիչ է, մեկը Գեղարքունիքի փրկիչն է, մեկը Տավուշ, մեկը Շիրակ, չգիտեմ, Արագածոտնի մարզ, ոնց են սիրում ժողովրդին, չեք պատկերացնի, հենց այդ ընտրությունները վերջանում է, վсё, մեկը կարա հարցով մտնի, քացով տալիս դուրս են անում, դրա համար ես ասում եմ, չհավատակ, ու զզվելի է ձեր այդ փուչիկով, գրասենյակներ, այս կոմենկով, միևնույն է, ոչ մեկը իշխանության չէ գալ, քանի որ այս աղջիկը կա, բոլորի դեմքը պատռելու է, ոչ ոք իրավունք չունի գա իշխանության, բոլորը նախկին են, բոլորը սրա նրա շներն են, բոլորը թալանչի խաբեբա են, ինչ, իրական մարդը ընդդիմադիրը, եթե հայրենիքի մասին մտածող լինեին, 20 թվից հետո Նիկոլը նստած չեր լինի աթոռին, հիմա նորից գնում են Նիկոլի հետ ընտրության, ես ինչ եք ասում, ուսես բացում են, հլը մենք էլի կլսենք, ինչ-որ մի բան արել են հայրենիքի համար, որ գան նստեն իշխանության, խեղճ ժողովրդին գիտեք ինչ են սովորացրել են փողի, ձեթ, մակարոն, ասենք սա ինչ շնորհք է, մեր ժողովուրդը այտենց բոմժա, կամ հայտնի բարերարներ, դպրոցական սուկաներ են տանում, տոպրակների մեջ իրանց բրենդը խփած մակարոն, վերմիշել, այսինչ մարդը օգնություն տարավ, բարերարը չի կարա գա իշխանության, բարերարը ոնց կարա գա իշխանության, եթե բարերարը բանկ ունի, եթե բարերարը բիզնեսմեն է, բանկերով թալանում է ժողովրդին, այդ մի երկու տոպրակները, որ լսում տանում են, ասենց բոմժի նման տալիս են ժողովրդին, դնում են իրանց բոմժի տեղ, դա բարերարություն է կոչվում։ Մի բորբոքվի, մանավանդ նույնիսկ ճիշտ խոսելը շանտաղություն չի։ Չէ, բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ աբսուրդի թատրոնը ծաղկում է։ Այո։ Որքան կարող է շարունակվել այս ներկայացումը։ Տեսեք, մի բանով եմ ես Նիկոլին շնորհակալ, այդ մի բանով, հենց այդ աբսուրդի թատրոնի մեջ Նիկոլը բացեց բոլորի դեմքը, բոլորի, լինեն Գողագան, լինեն Պաշտոնյան, նախկին ներկա կապ չունի, տեսեք, այդ աբսուրդի թատրոնի մեջ նաև մտնում է մեր հայ հասարակությունը, բոլորը իրենց դերն են տանում, բոլորը, ոչ ոք հայրենիքի գինը, արժեքը չի հասկանում, պարոն Ղուշյան, այս դիվանը այստեղ դրված է, չէ, չեն հասկանում հարցի լրջությունը, որ կարող է վաղը սա մերը չլինի, ու ինչքան է շարունակվելու, ես նորից կգամ այն իմ նախկին խոսքերին քիչ առաջ որ ասեցի, այդ թատրոնը այնքան կշարունակվի, մինչև ընդդիմությունը իր օրակարգը չթելադրի Նիկոլին, ընդդիմությունը վախի մեջ չպահի իշխանությանը, որ դուք այսքան երեխեքի գլուխ եք կերել, դուք Արցախ եք հանձնել, ընդդիմությունը այն տեսակ պիտի անի, որ դատախազուհին, այն Տոզդոևնա, այն Սրփուկ Գալյան, բռնապետը այն մատկա սխտորի դեմքով, որ այդ իրենք, Ալյոնա դթում, իրենք այդ վախի մտնոլորտի մեջ ապրեն, քանի դա չեն անում, այդ աբսուրդը հա շարունակվելու է։
Արիանա միշտ հիշիր, որ ձեր նշած անձանց ձեռքին է այսօր իշխանությունը, բանակը, ոստիկանությունը, բոլոր ուժային ծառայությունները էլ չեմ խոսում ԱԱԾ-ի մասին։ Ահա, հիմա ես ձեր հարցին պատասխանեմ։ Բոլորը միասին համատեղ ենք, ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն, քննչական։ Եկեք հաշվենք, ինչքան կլինեն 50-60 հազար։ Մենք այդ 50-60 հազարից ենք։ Ոստիկանական գվարդիան 50 հազարից ավելի է, ինչ ես խոսում։ Ահա, 100 հազար ցավը տանեմ։ Դու մի Մենք 100 հազար ենք։ Այսօրվա իշխանավորները շրջում են հազարավոր տիկնապաներով, դու հասկանում ես ինչ ես։ Հա, Նիկոլը գնում է որ չոքի, այն մերոնը դնեն բերանը։ Ասենք հələ տեսեք, մի 100-200 հոգի ոստիկաններ են գնում։ Բա Նիկոլ, բա դու ժողովրդի այ տղա, վարչապետն էիր։ Հասկանում եք։ Ժողովրդի վարչապետը եկեղեցու դռները փակել է տալիս, որ գնա չոքի, ինչքան ուզում է չոքի, պղծված է, օրինակ, այդ եկեղեցին պիտի ժավելով մաքրեն, խնկով մաքրեն, այս թուրքերից, որ գնում չոքում են այնտեղ, բայց գիտեք ոնց իմ մեջ անենց մի հատ հարց առաջացել, պարոն Ղուշյան, ասենք ես վստահ եմ, որ այդ իրա կողքինները, այդ որ բոլորին գցած հետևա, հա, այդ կանչելով որ գնում են Նիկոլի հետևից, այդ իրա պաշտոնյաները, պատկերացնում եմ Նիկոլին ինչ քֆուրներ են տալիս։ Հերիքա էլի, հերիքա, հեծանիվ քշելուց պրծավ, հիմա բանա, եկեղեցի։ Նոր թափառախումբ ունի։ Հա, թափառախումբը գնում է երկինք, այդ վիճակն է, այ դրա համար, հարգելի ընդդիմություն, մի քիչ ամոթ ունեցեք, եկեղեցին մեր կրոնը, պղծում է, ես ասում եմ, այստեղ անհատի խնդիր չի, ուր են հավաքները, հələ մի օր դուրս եկեք ամբողջ ժողովրդին հանեք, օպերայի բակ ասեք, ժողովուրդ դուրս եկեք այս մարդը, պղծում է մեր եկեղեցին, հիմա էլ այն օրն էլ էշ դուրս է տալիս, որ պատարագից առաջ պիտի մեր օրներքը հնչի։ Ասենք, ես արդեն մտածում եմ, որ մի օր էլ այն Ալյոնան, հա, սուպեր սակոին կտանի կմցնի եկեղեցի, կասի երկի կամ են Թաթա Սիմոնյանին, որ ասում էր Նիկոլ մամայիս ու պապայիս աչքերը փայլեցին, որ դու եկար իշխանության, կերքեն Նիկոլին կդիմավորեն եկեղեցիում, անգամ ծափերը, դուք հասկանում եք, պարոն Ղուշյան, դա չի կարելի, ես ինչ են անում, ու բոլորը լուռ։ Այո, պատտվիր կարուսել։ Այո։ Գալիս ես դրան։ Հա, իհարկե։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ուզում կրկնել, զգուշ եղիր։ Ես չեմ վախենում, թող ինձանից զգուշանան։ Սիրելի բարեկամներ, դուք էլ զգուշ եղեք, որտեղ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ցավոք սրտի ամեն ինչ սպասելի է։ Ես շատ ցավում եմ։ Նույնիսկ կան գիտեք, պահասներ, տխմարներ ինձ ասում են, դուք հակապետական եք, դուք եք, դուք եք։ Ինձ էլ ասում են բանը, չեք լսել։ Չէ։ Իբրև ես էլ ղռերի կատվի ինքերուհին եմ, դրա համար ինչ չեմ բռնում։ Բա։ Այ, Արիանա, դու ինձ ապշացնում ես ամեն անգամ։ Ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Ես կարծում եմ, որ մեր ունկնդիրներ միշտ այսպես բաց խոսակցության է սպասում։ Փակտիվին այն հարթակն է, որտեղ ամեն ինչ իրականում շատ բաց է։ Այո։ Համոզվել ես։ Եվ ժողովրդի լեզվով։ Որքան կարելի է, այո։ Առանց փողկապների անգամ կարելի է շատ լուրջ թեմաների մասին խոսել։ Իհարկե, հիմա բոլորը կոստյում շալվարները հագնում են, գալստուկ կապում են, գրում են ժողովրդին խափում են, կուտը տալիս, մեզ ընտրեք, մենք ձեր բան կանենք, էլի։ Բայց տարիների ընթացքում այդ որ գնում խափում եք, այդ ինչի չէիք անում, մեկը գնում ասում է գործարաններ ենք բացել, այդ ձեր ձեռքով էր բռնում, բացեիք։ Գալիս է ընտրություններ, ինչ խոստում ասես տալիս են։ Всё։ Դե, ուրախ եմ, որքան էլ որոշ մարդիկ դեմ են, որ դուք մեզ հաջողակի հյուրը գաք, այո, բայց մեր բարեկամությունը շարունակվում է։ Դե ես կուլտուրական չեմ խոսում, հասկանում եք, սենց խիստ, Նիկոլը քխե։ Ես բոլորի դեմքին եմ տալիս, դրա համար բոլորը խուսափում են ինձանից, ես դրա համար քխեմ։
Բոլորի համար գուցե, բայց մեզ համար լավ բարեկամ։ Անդիմության, հա, ասեմ ձեզ, որ ես էլ ձեզ շատ սիրում եմ, պարոն Ղուշյան, ես ուզում եմ, որ դուք միշտ լինեք առողջ եւ ձեր այս փակ թիվից հնչի միայն ճշմարտության խոսքերը։ Շնորհակալ եմ։ 52 տարուց ավելի հեռուստաեթերում եմ դիմացել եմ կդիմանամ։ Գիտես չէ, քեզ նման քանի մահափորձ եմ տարել։ Այո։ Բայց ինչ արած, աներեսի մեկն էլ ես եմ։ Աստված միշտ մեր հետ է, մեզ սիրում է Աստված։ Շնորհակալ եմ։ Ջեի բարեկամներ, մեկ այսօր հերթական անգամ հյուրընկալել էինք իսկապես շքլաղեակի մի հրաշալի անձնավորության Արիաննա Հովսեփյանին, ով միշտ բաց է եւ թափանցիկ, ով միշտ խոսում է եւ ասում է այն, ինչը ճշմարտությունն է։ Իսկ փակ TV-ի համար ճշմարտությունը դա թիվ 1 նախապայմանն է։ Այսօր այսքանը, ցտեսություն։